Այն երաժշտությունը, որ մեզ չի սպանում, մեզ դարձնում է ավելի ուժեղ։ Չգիտեմ այս թեզի հետ կհամաձայնեք թե չէ, բայց կա մի կարևոր փաստ։ Եթերում նոտամոտան է եւ մեր հյուրերն են, մեր շատ սիրելի տաղանդաշատ, գրագետ, խելացի։ Շարունակեք դուք, Զիրոյան, ես առաջարկում եմ, որովհետեւ մեր հաղորդման մեջ կա ընդհանուր, այսպես ասած, ձևավորված փոքրիկ ավանդույթ։ Մեր հյուրերը ներկայացնում են իրենց հակառակորդներին։ Հենց որ սկսենք երևի ձեզնից, հա։ Այո, Սիրոն, ձեզնից։ Ասպատին վիդուշ։ Լսում եմ։ Ուրեմն, մեզ այսօր հյուր է, տաղանդավոր, մարդ, հայր, լավ հանդիսավար, թատերականը կարմիրով վերջացրած։ Համաձայն ենք։ Չէ, կարմիրով չես վերջացրել, ճիշտ է, թոշակ ստացած, լավ ընկեր, լավ դերասան, Սուրեն Հարուստամյանը։ Ծափարությունները Սուրեն Հարուստամյանին ողջունում ենք։ Սուրեն ջան, Գասպադին վիդուշի։ Այո։ Իմ Բայց վիզս այդքան ուժեղ մի բռնեք, ցավում է, եթե անկեղծ։ լավ դրեց դե։ Մեզ հյուր է տաղանդավոր մարդ, դերասան, առաջին կուրսի ուսանող թատերական ինստիտուտում։ Սուրեն հանուն արդարության տարի մնացել է ինստիտուտում հանուն արդարության համար ասա, որ նոր իմացար այդ փաստի մասին։ Հա, որտեղ գիտեի ավարտել է, փաստորեն մի 20 տարի նույն կուրսում մնացել, բայց այդ կարևոր չի։ Կարևորը Զիրոյանը։ Ծափարությունները։ Պրիետ։ Ինչպես է տրամադրությունը, պարոնեք։ Ելը որ լավ է, այս ջուրը դրել եք, որ հանկարծ ասենք նիստիկով կալինի շփեմ, թա իրար վրա շփենք, դու տես մի արա, ես տես կան։ Չեմ կարծում, որ հասնենք այդ աստիճանի, բայց մեր երեկոն խոստանում է լինել թեժ, քանի որ այսօր երաժշտական է լինելու ամեն ինչ։ Փորձելու ենք միասին գուշակել այսօր մեղեդիներ, փորձելու ենք միասին լսել լավ երաժշտություն կամ պարզապես հիշել երաժշտության հետ կապված մեր թարմացնել, այսպես ասած, երաժշտության հետ կապված մեր գիտելիքները։ Նոր ծրագիրն iOS-ն է, էլի։ Այո։ Դե ինչ, եթե դուք պատրաստ եք մեզ եւ չկա ոչինչ ոչ մի բան խանգարող, մենք կարող ենք անցնել մեր առաջին փուլին։ Սկսենք։ Առաջին փուլը մեզ մոտ այսպես է կոչվում գուշակիր մեղեդին։ Մենք միասին կլսենք մեղեդի եւ կփորձենք գուշակել, թե դա ինչ մեղեդի է։ Սկսենք Զիրոյանից։ Հա, օքեյ։ Լսում եմ։ Եվ այսպես մեղեդին։ Շատ աղոտ է, ուր չկա առանց քեզ։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Կարող ենք մի փոքր էլ մտածել։ Շատ Գալասովքին։ Սա փոքրիկ հուշում դուետ է։ Չէ։ Դուետ է։ Այո։ Դուետ ես ասում։ Դուետ ասա։ 3 Չեմ հիշում։ 2-1 չունենք։ Սուրեն կարող ես։ Կարող է բանի Լիլիթ Հովհաննիսյան, Ռազմիկան, հա, ճիշտ եմ ասում։ Եթե ուզում եք մեկ անգամ էլ կարող ենք լսել։ Դա մի անգամ լսեմ։ Լիլիթ Հովհաննիսյանը գուշակել եք։ Ճիշտ է, Լիլիթ Հովհաննիսյան։ Միրան Ծառուկյան, Լիլիթ Հովհաննիսյան, սա վերջնական տարբերակն է։ Լիլիթ Հովհաննիսյան, Միրան Ծառուկյան, Լիլիթ ելում հետ ունի դուետ։ Լիլիթ Հովհաննիսյան, Միրան Ծառուկյան։ Կարծում հա։ Վերջ ընդունեցինք եւ պատասխանը մեզ մոտ ճիշտ է։ 1-0 շարժվում ենք առաջ։ Հա, տես, թիմա ինչի։ Շատ արագ, բացարձակ։ Շո լավ։ Երկրորդ երաժշտությունը Սուրեն ջան քեզ համար։ Լավ։ Դու կարծում ես այդ անձրևն է մեր թակուպը։ Բրավո, դե իհարկե, դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից։ Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում։ Եվս մեկ միավոր գալիս է Սուրենին։ Ես գնամ։ Չէ, գալիս ենք քեզ մոտ Զիրոյան ջան։ Չէ, ձգնում ես։ Լսում ես երրորդ մեղեդին։ Մեր այգում քեֆ չի լինի, յարս բարը չեք, Լադանիվա։ Լադանիվա, այո, իհարկե դե Լադանիվա։ Եվրատեսիլին հենց այս երկում ներկայացավ Լադանիվան, մեզ մոտ հաշիվը դառնում է 2-1, շարժվում ենք առաջ, հաջորդ մեղեդին Սուրեն ջան։ Լավ։
հիշեք այն լավ տարիները եւ կփորձեք գտնել մեղեդին։ Չէ թող գնա։ Եվ այսպես ունենք տարբերակ։ Բացի տայրարայից ոչ մի։ Բալվանկա մի անգամից գրվում, կարանք բալվանկա ասենք։ Տարբերակ չունենք սա։ Չկա։ Զիրոն։ Չէ։ Դե լավ։ Չէ, դայ։ Միգուցե մեկ անգամ էլ լսենք։ Լավ, դավայց։ Փորձեք լսենք, եթե ցես դուք։ Եթե լավ ժամանակ նշանակվի հին։ Չէ, այն ժամանակը։ Էն, հա, Արդեն- դե հիմա ինքնա մասին չի խոսում։ Արդեն զապեսից զգացում եմ որ հին, հա։ Այստեղ շոշափվում է սար երաժշտության մեջ։ այո։ Սար։ Այո։ Արարատ։ Արաքացի տխուր սարի մա- քրոջ։ Սարը տխուր է այս երաժշտության մեջ։ Տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Չէ։ Ալի Գյուլաշյան։ Դայ։ Սարը ինչու կարող է տխուր լինել։ Ինչ իմանամ ձունա եկել։ Մրցում է։ Ձունը լեռներին էլի տիպը։ Բավականին, այո, ձունը Ճիշտ մասից։ կարող է լինել լեռներին, բայց ստեղծագործությունը Արամ Ասատրյան, Մասիսը, Տխուր է անին ապել։ այո, բայց մեղեդի չկար մեզ մասիսը։ Սարը տխուր էր ամենևին Ամենված։ Ես մի հատ լավ պատմություն եմ բայց ունենք լավ Շատ տրամադրություն, խնդալու բան ասեմ, մի հատ լսում ենք։ ռեստորանում էի աշխատում, որտեղ պատվերներն էի գրում ու հաղորդում։ Մի հատ երիտասարդ եկավ, ասաց աղբերս գրի, շնորհավորում ենք Անի 15-ամյակը, երկնել Մասիսը տխուր է Անին ավերված։ Սուրեն ասում որ իրական է եղել այս։ Իրական, լրիվ իրական, շատ իրական, ասի հաստատ, հա, աղբերս, թող տղերքը մի հատ երկեն հետ, ասի։ Դե 15 շուտ էր, բայց Շուտ էր, բայց ամեն դեպքում ավիրվել էր։ Ոչինչ, շարժվենք առաջ եւ լսենք մեր հաջորդ երգը։ Հաշվի 2-1 է մեզ։ Երևան դարձ։ Չէ։ Իմ երևուն ինչի։ Էլի տխուր ինչ որ հնչյուններ։ Ես ասեմ որ չէ, ինչ ծամ։ Անդամ։ Ես Դե իհարկե այսպեսի հավասար համընկնում չէր կարող լինել։ Ես առաջարկում եմ 2 միավոր, առաջին 1 միավորը Սուրենին, երկրորդը Զիրոյանին։ Շնորհակալ եմ, Շատ Մենք ունենք մեր սիրելի հնչյունային ռեժիսոր եւս մեկ երգ, այո ունենք, լսում ենք վերջին Դավայցի։ Զիրոյանի համար։ Ասենսիոն վարգարում է, ծաղիկները արտանում է, դարարիրա։ Ստեղծագործության անունը կհիշեք։ Ասենսիոն վարգարում է։ Սիրո։ Սիրո հասակ։ Սիրո հասակ, դե իհարկե այո, սիրո հասակը բերում է եւս մեկ միավոր Զիրոյանին եւ հաշիվը ընդհանուր դառնում է 3-3 հավասար պայքար։ Շնորհավորում եմ։ Ինչպես էր առաջի փուլը ձեզ համար բարդ էր։ Ես ջուր կխմեմ։ Դուք ջուր խմեք։ Ես մի հատ անձեռոցիկ կուզեմ։ Անձեռոցիկ։ Ուզվել եմ։ Դե ինչ, ինչ կանցնենք մենք մեր երկրորդ փուլին, մենք կփորձենք հասցնել անձեռոցիկ, ջուրը թարմացնենք, հիշողությունը նույնպես հնչյունային ռեժիսորը մեզ մոտ ինչպես է տրամադրությունը շատ լավ է։ Մեր հաշիվն է բերեք գնանք, էլի։ Դե ինչ, մենք արդեն երկրորդ փուլում ենք, իսկ երկրորդ փուլը մեզ մոտ այսպիսին է. թարս լսենք, ճիշտ գուշակենք։ Հիմա երգերը մենք լսելու ենք թարս տարբերակով եւ փորձելու ենք գուշակել, թե որ երգի մասին է խոսքը։ Սարդեր են, կարելի է այդպես ասել, եւ սկսում ենք արդեն այս անգամ Սուրեն ջան քեզնից։ Լսում ենք երգը։ Մդի։ Տարայ։ Տարբերակներ կան մոտավոր։ Ճիշտ ասա, ոնց կլինի։ Ուդմուրդերեն երգ չգիտեմ։ Սուրեն, փորձեմ հուշել, երևի։ այս արտիստի հետ բավականին հաճախ ես, այսպես ասած, աշխատանքի մեջ լինում իր հետ։ Հիմա նկարահանման հրապարակում էր։ Հիմա ներկայիս արտիստի Ֆորշը, Հախվերդյանը, Չէ։
Մի հատ էլ լսենք, թե Մի հատ էլ լսենք, Մի հատ էլ բայց լսենք։ չեմ կարծում կօգնի, բայց Ես մոտավոր պատկերացնում կարող է Արսեն Սաֆարյանը։ հա? Սաֆարյան, Արսեն։ այո, Ես։ իսկ երգը Ոյ, դարի Արսեն։ Ժամը կգնա, օրը կգնա։ հիմա փորձենք լսել ես Այսին առաջարկում։ սիրուն ես, անհարմար գեղեցկուր։ Տարին ստարտս։ Արսեն Այո, Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան իրորը ցավոք Սուրեն ջան։ Ո՞վ, Միավոր ես չես վաստակում։ Զիրանին։ Գնում ենք դեպի Զիրանին։ Ես բան չեմ։ Դու ես ասի Արսեն։ Նույնը կզանգեմ ես Արսենին։ Լսում ենք արդեն Կասած բա երկերը դրը թարսի Արսի երկի։ երկի դսենք։ Լսենք։ Թարսի պես։ Սարոն չի։ Արմիկա Արման Հովանեսյան։ Եկ այս գիշեր վառենք բոլոր մոմերը։ Եկ այս գիշեր վառենք բոլոր մոմերը։ Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան Արմինկա։ Արման Հովանեսյանը ճիշտ էր, այո, Արման Հովանեսյանը ճիշտ էր։ Արմինկա։ Արմինկա, այո։ Հա։ Հա։ Չէ, Արմինկայի հետ է այս երգը։ Ոչ, չէ, Արմինկայի հետ չի այս երգը երգում Արման Հովանեսյանը։ Մի հատ Մի հատ էլ դիր ուրեմն։ Մեկ անգամ էլ լսենք։ Արմուն ելում է տուրին ջեր։ Արման։ Եթե Արմինկան չի։ Քրիստինե Պեպելյան։ Կարա լինի։ Ոչ, Ոչ։ կան տարբերակներ, այլ չկա։ Ես Լիդուսիկ։ փորձեմ բարձրաձայնել ճիշտ տարբերակը Արման Հովանեսյան եւ Լուսինա։ Կուզեմ get մի պահ։ Լուսինա։ Այո, այս Նա երկեր էլի։ Երկը ծանոթ է ես։ որպեսի նշենք թե երբ է այս երգը հրապարակվել, ինքը 14 տարի առաջվա երգ է։ Այդ վաղ Հայաստանում չենք, է։ Okay։ Միավոր չունենք, ոչինչ, չենք տխրում, շարժվում ենք առաջ։ Արմինկան կա։ Արմինկան, Եվ սա նույնպես դու հետ է։ Արմինկան կար։ Ես ուրիշ ձեն եմ Չէ, լսել։ Արմինկան եմ լսում, մի հատը կմիացնի։ Ես ուրիշ ձեն եմ լսել։ Ումն ես լսել։ Քրիստինե Ապոդյանի ձեն եմ լսել։ Արմինկան է այսի։ Արսեն Գրիգորյան։ Որ երկը բայց։ Արմինկանում է տունի դու հետ, Արմինկանի Փորձենք հիշել։ Արսենի հետ Գրիգորյան, չէ, եթե չեմ սխալվում, Սարո։ Բանը, որտես մի հատ անտառում նկարած կնիպեր, եթե չեմ սխալվում։ Անտառում։ Արազ դարե։ Արազ Բրավո։ Արմինկա Արազ դարե։ Բրավո Սուրեն, այո։ Բավականին հայտնի ստեղծագործություն, այո, ժամանակին փոխվել էր, բայց Հա, դրա։ Եվ շարժվում ենք արդեն վերջին ստեղծագործությանը, Զիրան։ Ես եմ։ Այո։ Քավորջան, արի Արամե։ Արամ է, այո։ Արամե Քավորջան շուտ արի։ Քավորջան արի Առանց քեզ պետքա ոչ արա դեսի ուրիշ է պարվեցի։ առանց քեզ Փողերը քավորի։ Բրավո, Արամեն իր քավորի հետ, չգիտենք երևի իր քավորի հետ թե չէ, քավոր ստեղծագործության հետ բերում է եւս մեկ միավոր Զիրյանին եւ մեր հաշիվը դառնում է մոռացել ենք հաշիվը ինչ է դառնում, այդ ամեն դեպքում վերահաշվարկային տարբերակով ես կարծում եմ որ այո 4-4 տարբերակով շարժվում ենք առաջ։ Շնորհակալություն։ Այո, Դե ինչ, մենք արդեն երրորդ փուլում ենք, իսկ երրորդ փուլը ասմունքային է մեզ մոտ։ Կոչվում է այսպես. ասմունք եմ, գուշակեք։ Սկսում ենք Զիրոյան քեզնից։ Ինձանից ավել ոչ ոք քեզ չի կարող սիրել։ Դու արև ես,
Արևից էլ վառ ես առավել։ Սիրուշո, ինձանից ավել, Սուրենը Դե ես ասում եմ բրավո եւ մեկ միավորը տալիս են քեզ։ Կանցում այդ տոփը։ Բրավո։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ 5-4։ Շատ Շարժում լավ։ ենք առաջ, Սուրեն ջան Давайте. քեզ համար։ Անցնում է օրն անհետանում է։ Իր հետ տանում է վարքյանները թանկ։ Որ լրանում են, միանում են, միասին արդեն կոչվում են կյանք։ Գուցե գործերը միշտ էլ շատ են, ընկերներ կան կարևոր ու թանկ, բայց մոռանում ենք, որ սպասում են տանը, թե երբ ետ կգանք։ Մի հատ էլ սկիզբը։ Անցնում են օր։ Նույն առոգանությամբ կարող եմ եւս մեկ անգամ ընթերցել։ Անցնում է օրն անհետանում է, իր հետ տանում է վարքյանները թանկ, որ լիանում են, միանում են, միասին արդեն կոչվում են կյանք։ Գուցե գործերը միշտ էլ շատ են, ընկերներ կան կարևոր ու թանկ, բայց մոռանում ենք, որ սպասում են տանը, թե երբ ետ կգանք։ Չեմ կարող ասեմ, որ երբեք, որովհետև իմաստ չկա բառերի մեջ։ Կների թողից ների կատարողը, բայց Չգիտեմ, կների կատարողը է արտահայտությունից հետո թե չէ, բայց կարող ենք լսել ճիշտ տարբերակը, եթե չունենք տարբերակ։ Արմո։ Ուշե հիմա ես գնամ տուն։ Ուշե հիմա ես գնամ տուն։ Բայց ես որտեղից են այդ բառերը, որտեղ եթե այստեղից սկսվեն նոր։ Պեպևին ենք էս ով։ Հա, ուշե հիմա ես գնամ Երկի տուն։ սկզբնահատվածն էր։ Լավ։ Միշտ ուշադրություն չեն դարձել, չէ՞, երկիզի։ Մենք պեպևին չա։ Մենք լսել ենք այն հատվածը, որ մեզ համար շատ կարևոր է եղել այդ բառագայում ուշե հիմա գնացինք շարժում ենք առաջ Առիթների վերջում որ դնում ես որ հյուրերը գնան տուն։ երրորդ ասմունքը։ Չգիտեմ անկեղծ ասած, ինչու եմ ես լալիս։ Թե ինչու են իմ աչքերը թաց։ Երջանկությունից են արցունքները իմ գալիս։ Քեզ է սիրտս իմ սիրահարված։ Չթողնես էլ ինձ քո գրկից բաց։ Ինչ է բացի։ Գիտես որ կների թողես մի երկիշներների բայց Այս մեկը կարող է չներել։ Մի հատ էլ։ չկար բառը։ Մի հատ էլ։ Չգիտեմ անկեղծ ասած, ինչու եմ ես լալիս։ Չգիտեմ անկեղծ։ Թե ինչու են իմ աչքերը թաց։ Հիմա կրած երգ գրես, տազը։ Երջանկությունից են արցունքները իմ գալիս։ Քեզ է սիրտս իմ սիրահարված։ Չթողնես էլ ինձ քո գրկից բաց։ Բաց, ու մտմա պրիպևը։ Պատմանդ բացարա։ Վերջին նախադասություն մի հատ էլ կարդա։ Չթողնես էլ ինձ քո գրկից բաց։ Ու գնաց, բաց։ Սուրենից մի շեղում եք։ Պետք է սիրտս կպնի, հա։ Սիրտս շատ հրաշալի կպակ։ Սիրտս Ահա։ երամ։ Ահա։ Իվետ ամուկուչան։ Լսում եք ճիշտ տարբերակը։ Ես լավեք, սիրտս։ Չգիտեմ անկեղծ ասած Վերկա երկնքում Երևանի։ Այո։ Ես խի գնացի են մեկի վրա։ Սիրտս երամ։ Սպասում ենք լեգենդար հատվածին։ Բայց կա, չէ՞։ Վերկա երկնքում Երևանի։ Սիրտս երամ սիրտս տանի, այո, կա այդպիսի հատված։ Հա։ Իվետ Ամուկուչյանը բերում է մեկ միավոր Զիրոյանին, Շնորհակալ եմ։ Շատ լավ է։ Մուկուչյան ջան։ հաշվում ես 6-4։ Շարժվում ենք առաջ, Էլիկա։ Սուրեն, քեզ համար։ Բայց Վերջինը։ քեզ համար։ Չէի սիրում ես այս քաղաքը, մութ ու մուկ երանգներով։ Շուրջս էին այն մարդուկները, դառն ու մուկ դեմքերով։ Միթե ես եմ անծանոթը, միթե ես եմ անծանոթը, միթե ես եմ այն անցորդը։ Անցորդ Արմինկա։ Փոշու մեջ փնտրումը Հա, մի ճիշտ եմ բաց ասում։ կապույտ ծով։ Ուր է գնում։ Ոչ։ Եվս մեկ հնարավորություն Տվեդ երկն սիրում։ Չէի սիրում ես այս քաղաքը, մութ ու մուկ Սիրում ես երանգներով։ Շուրջս էին Բայց այն ծանոթ մարդուկները, դառն ու մուկ դեմքերով։ Միթե ես եմ անծանոթը, միթե ես եմ անծանոթը, միթե ես եմ այն անցորդը, ով ես փոշու մեջ փնտրումը մի բաց կապույտ ծով։ Բաց կապույտ ծով։ Բաց կապույտ աչքերը, այդ է։ Մի գիշերից տա։ Այո, բաց կապույտ աչքերը։ Okay։ Այն ինչի հետ կապված է բացի հետ, մեզ մոտ շատ լավ է ստացվում։ Այո։
Դե ինչ Աչքերը։ 6-5 մեր ամփոփիչ 3 փուլերի հաշիվը արժևում 0-յանն է եւ մեզ մոտ վերջին 4-րդ փուլն է։ Գնացինք 4-րդ փուլ։ Տարարարա։ Գերորդ էս հապը։ Դե ինչ մենք 4-րդ փուլում Այո, ենք, մենք 4-րդ չորրորդ փուլում, այսպես ասած, հաղթողը կստանա 4 միավոր, այսինքն ով 4-րդ փուլում հաղթող ճանաչվեց, նա էլ կդառնա ամբողջ հաղորդման հաղթողը։ Իսկ 4-րդ փուլը հետևյալն է. պետք է փորձենք վերհիշել, մտաբերել, հիշել երգեր, մեղեդիներ, որոնց մեջ անմիջական օգտագործված է փոխադրամիջոց։ Բառերը կապ ունեն փոխադրամիջոցներից ինչ որ մեկի հետ։ Լավ։ Սկսում ենք Սուրեն ջան, քեզնից։ Ոտքերով խաչեր եմ անում, գնում եւ գիշերը մեքենա եւ է, ցերեկ։ Փոխադրամիջոցա ոտերը։ Սուրեն ջան, պինգվինով ինչ երբ եք փոխադրվել ինչ որ Ոտերը, ոտքերով խաչեր եմ անում, գնում։ Դու համոզեցիք ինձ, ինձ թվում է, հա։ Բա ոտերը փոխադրամիջոց չէ։ Ոտքերը փոխադրա միջոց են։ Իհարկե։ Զիրան ջան, դու դեմ ես։ Թողբեր ձեր խաղնա դուք ասեք։ Դե օքեյ, շարունակենք։ Okay, եկեք շարունակենք։ Մեկ միավոր Սուրենի ոտքերը ամենը հետո կողքերը, հետո ձեռքերը, ծափ։ Դե հաշվի։ Ես լրիվ ընդունում եմ։ Ոտքերը մեզ բերեցին մեկ միավոր, շարժվում ենք առաջ Սուրեն ջան։ Մաշինեն եկավ յարոջանակները, ծակ։ Մաշինեն եկավ յարոջանակները։ Մաշինեն, այո, փոխադրամիջոց է։ Շուշան Պետրոսյանի ալբոմից։ Բարը, կանաչ պապեդան սլացավ, Դե իհարկե կանաչ կապետան։ Իմ սիրուն Սուսան։ թաղցրի, պապեդիս տախպեր։ Լավ, հաջորդը, հա։ Ահա։ Դե ասա Սուրճան։ Մի րոպե։ Ոտքերը սկսեցիր ոտքերով, Մի վարքան, հա, ֆայտոն նստած անստիմ քուչով, թեյլ ֆայտոնը չնստես, մոտս չգաս չէ։ Կարող ենք երկուսով խաղանք, ինձ երկի ես բառեր ասել։ Գուշակ ես, որ։ Ահա։ Հիմա ես եմ։ Այո։ Հա։ Ինչ երկիր դու ֆայտոն։ Ֆայտոնով բազմաթիվ Բանը Սև 07-ով, լավ ախպերներով, տարարիրիմ տիրիրիրի չէ։ Համաձայն եմ, տարամ տիրիմ, այդպիսի երաժշտությամբ եւ Սև 07 07-ով, մագնիշի լավ մեքենայով ախպերներով։ այդպիսի երգ, այո, կա անպայման։ Պարտադիր հայկական երգ դիլնի։ Պարտադիր հայկական Բայց ծագման։ ինչի։ Դե Բա որ գրողն է հայ, բայց ռուսերեն է։ դու փորձեք տարբերակ։ Ճորնի Լադասիդա։ Իսկ եթե երկիչների անունն է Լադա։ Մենք էլ կարանք ասենք Նիվա։ Սուրեն ջան, եթե կարող եք երգել այնպես որ համոզիչ լինի։ Համոզեմ, չէ, դա չեմ կարա երկել, բայց լավ, հեսա մտածեմ, մի րոպե։ Ֆայտոն նստած, քուչա, Համլետ Գևորգյանի երգը։ Համաձայն ենք, այո։ Ճիշտ է։ Ֆայտոնը եւս մեկ միավոր է բերում Սուրենին։ Լավ, որ ֆայտոնն կա։ Քանի ֆայտոնը կա, Սուրենի Ֆայտոնը կա, ես միավոր կբերեմ։ Ես Կարի Համլետ Գևորգյանի երգերը։ Փոքրիկ հուշում ասեմ ֆայտոնով էլի երգ կա։ Այո, կարող ես հիշել։ Լավ։ Սպասում ենք 0-անի տարբերակին։ Փոխադրամիջոց, որով կարող ենք A կետից B կետը տեղաշարժվել կամ պարզապես նստել Ու վայելել։ Տաքսի, Դե իհարկե։ Ներկայս բացի, չկնաղ, կանամալ թիպես, իմ սերայնում է, տարամ, շաբադաբադաշ, Բրավո, ես կարող եմ ասել, որ այս երկի մեջ 3 փոխադրամիջոց կա, տաքսի, 3 տաքսիների մասին։ Մանա, Սամի Նասերին է խաղում։ Սուրեն ջան, Դե ֆրա կյանքից կարուսել է դրճի։ Բրավո։ Գտնված տարբերակ է սա։ Այո, չեմ հավատում։ Որտես բաներ կարամ լսեմ։ Իհարկե։ Վախ։ Կարուսել։ Կանգնիր, կյանքից կարուսել է։ Երկն ավել մի։ Էդ էր։ Կանգնելուց առաջ լավ Լավ ֆռացել։ ֆրասել է հետո կայ։ Բանը։ Դե եթե ոտքերով խաչ են անում, կրետի անցնում, ուրեմն կարալի ուր է գնում այն անցորդը։ Հետաքրքիր է թե անցորդը ում է տանում իր հետ։ Ամեն դեպքում դժվար միայնակ գնար։ Ես ընդունում եմ այս տարբերակը եւս։ Լավ, հələ մի րոպե։ Էլի մնաց Աստված ջան, ունեն գուսանները աշխարհի հավաքվել են։
Ասա սուրո ես Իհարկե, ինչքան է սա Այն կոմսը բուլինգ մորցնում։ հնչի, բայց կարող եք նաև կենթանիներին էլ ներգրավել։ Կենթանիներ ուրա, կենթանի Այստեղ, չկա։ որոնց միջոցով կարելի է փոխադրվել ինչ-որ Բանը, միտեղ։ կարաս լինի երկելով ասես։ Ջան, իմ գնդակի։ Դրի միջից։ Չէ։ Լավ, մի րոպե։ Ինչ կենթանի կա, որ գնում է։ Տոտը լրում է։ Զինա կրյանա որ Լավ, բանը, տաքսի, չէ, մաշինը, Սկսենք հետ հաշվարկը։ չէ, մի վարքամ, մի ճնշում գործադրեք, սահնակով ինչ ձմեր պապի երկ կար, հուշեք, Ձմեր պապի։ որ սահնակում, Սահանակը տարբերակ է, բայց նոր տարի ձուրանշիկ իմ մեր տունը, ես գիշեր մեր տունը արի, բայց Ձյուրանշիկը ինչով է գալիս։ Նայած, կարա տաքսիով էլ գա։ իմ փոքրիկ նավակ, Բրավո։ Բայց ձմեր պապիկի ծուրեք, Նավակը եւս գտնված տարբերակ։ Օրո Փորձեք հիշել արտիստներին, փորձեք այդպես։ արտիստներին։ ով ավտո ունի, անիշ, Օրինակ, ենթադրենք Միշո։ Հա, այդ է ուզում ասեի, բան են, մեքենաները իրանց լեմ բանտաժով BMW-ն բանը, Փորձենք։ սպասի, причем հայ տղեկն են ընդհանուր։ Այո, այո։ Հայկոնա, Միշոնա, բանում էլ ինքնաթիռներն է, հետևի կադրն են, տրոյկա BMW, նիկել բանտաժներ փչած։ Այո։ երկը, այդ կլիպը պատմեցի, Չէ, երկը էտա, բարով էտա ասում, տրոյկա BMW, նիկել բանտաժներ փչած։ Մաշնես ու ես, այդպես է կոչվում, այո, տրոյկա BMW նիկել բանտաժներ Էլի փչած, ապեր ոչ երթեք ավելի չորնի ինձ։ բումեր մետալիկ փչած, ախպեր դեմի պագրիշկեքը մի քիչ Միշո։ իջած, ախպեր 92-ին սպորտիվնի տյունինգա, ախպեր հայաթում լրված կիսա, բաց մի խոսքով այսպեսի ստեղծագործական բառեր եւ տառեր։ Ագին է բան գիտեմ։ Սուրեն, անցի նավակ, Բռնելա նամակ։ եթե խոսքը ուրիշ նավակի մասին է, մենք ընդունում մի ենք։ բար այդ երկը կհիշեք, դի ասեց, Այո։ ուղղակի դες լավ չեմ, անցի նավակ, ինձ ինչն է Ծովը կապուտակ։ ծովը կապ, Այո, կա այդպիսի դե երկ։ սավ է, Էդ ինչ երգա։ անցի նավակ, Դե երգի։ Այդ անցիր նավակ ծովը կապուտակ, ես կարող եմ հիմա այդ երգը բարձրաձայնել միասին։ շատ լավ է, միացեք մի քիչ Որովհետև դարձնել ես իրար տակ, նու բավականին սուրեն, եթե չեմ սխալվում, դա բավականին հին ստեղծագործություն է, չէ։ Ես թաթուլի տարբակ, անցի նավակ, չես հիշում, հարսանիքների ժամանակ, Նավակի նշույլը էլ նկատվում է, լավ խմած ժամանակ որ երկը, այստեղ արդեն նավակը գալիս է։ նավակ, դե բա, Նավակը Սուրենին բերում է իր հերթական միավորը։ լսի լավ երկա, Ինչը կարող է փոխադրել մահացած մարդու։ Կատաֆալկա, Երբեք չէի մտածի որ այս Ճիշտ է։ պատասխանը շատ կուրախացնի։ Մեզ ամեն դեպքում կատաֆալկա, այո, ճիշտ տարբերակ Միշոն է։ լավ մի րոպե, հեսա ուրիշ երկ հիշում, մի րոպե, Աստծի մեզ սպասեք երկը, Ես մի հատ կտա վերսիա փոխադրամիջոց։ ես պոեզինա գիտեմ, բայց այդ երկը չեմ հիշում, են այդպես շատ հին, Ապա ինձ տանում են հերու, գնացքի մասին Հեռու։ Չուկ-չակ չարակ, Չուկ-չակ, այո։ Սպասի, դե ես եմ ասում։ Բացվագոնով Սիբիր Այո, մրցուրեն այո։ ամաջան։ Բաց վագոնը եւ Չուկչակ չարակը անում են իրենց գործը։ Սուրեն ջան, Էլին գավի վրա, այո։ Դու ասա ես իշեմ։ վայ քվարա, վայ արա, Դու ասա ես շարունակեմ։ Так, մի րոպե, հələ մի վարքյան, չորնի բումերը չի անցնում, Չի անցնում։ դեղին պաբեդան, սլացավ այդ եղել էր, չէ, Դա այո։ Դա արդեն պատվեր ա եղել։ կարան Դեղին Բաբեդան անցել է արդեն, այո։ մի վարքյան, լավ, հես ասեմ, նավակը, հեյ նավավար, չէ, Կիլիկյան, Գարեջրի մասին չի, չէ՞ խոսքը։ չէ, սիրո առագաստը, երցու քեսետ սրտերը։ Այո, իհարկե, հուսո առագաստ։ Հուսո առագաստ, այո։ Արագաստ, ծովը ծփմա։ Ծփմա։ Նավակ, նավ։ Մեքենան է բրծավ, չէ՞։ Չէ՞ մեքենա կա։
Այս աշխարհը։ Փոխադրամիջոց, հա։ Փոխադրամիջոց։ Վերելակն էլ է, չէ՞ փոխադրամիջոց։ Դե մա դու Եթե գիտեք վերելակի մասին, վերելակի մեջ լիֆտյորդ։ վերելակի մեջ լիքը տեսահոլովակներ կան։ փորձենք հետ հաշվարկ, թե կհիշենք։ Որը եսի մոխբեր։ Ոնք ծորացեմ, ես էլ չեմ կարվել ոչ մի բանի չեմ, так что Փագենք։ փակենք։ Եկեք փակենք ամեն դեպքում։ Վերջին, այսպես ասած, հնարավորությունից զրկեմ ձեզ եւ փակենք մեր այսօրվա փուլը հաղորդումը։ Ամեն դեպքում եկեք պայմանավորվենք արդար ոչ ոքի, եթե դեմ չեք։ Միանշանակ։ Պրոբլեմ չկա։ Որովհետեւ շատ այսպես ասած հաճելի ստացվեց թե հաղորդումը, թե շփումը, թե հարաբերությունը, մի խոսքով։ Ես առաջարկում եմ ոչ ոքի։ Շնորհակալություն ձեզ, անչափ, որ այսօր նոտամոտայի հյուրն եք եւ ձեր մաղթանքը մեր հեռուստադիտողներին։ Մաղթում եմ անկախ փոխադրամիջոցից հասնեք նշված տեղը։ Այո, եւ ես կմաղթեմ, որպեսզի երաժշտություն շատ լսեն։ Լավ երաժշտություն երաժշտություն, փոխադրամիջոցների մեջ։ Մեջ, հա, ինչու՞ միայն փոխադրամիջոցներ, բայց անդադ լսեն։ Եվ եկեք խորհուրդ տանք, ամեն դեպքում սուրան ինչ երաժշտություն խորհուրդ տանք, այսօր ինչ լսեն։ Այսօր սրտի երաժշտությունը ինչ որ ուզում եք։ Ում համար ինչը որ հարազատ է, որովհետև ես կարող եմ իմ ուզածն ասեմ, բայց 1000 հոգի դա չլսի։ Ձեր սրտում այսօր ինչ որ երգ կա։ Մի հատ լավ արտահայտություն կա, ասում եթե հոգիդ երգում է, ձայնը բարձրացրու։ Որ խնդրեմ մի հատ իմը կբարձրացնես։ Զիրան այսօր հասցրել ես ինչ որ բան լսել։ Օ, այսօր, հա, դա այսօր հասցրել եմ, առավոտյան երբ գնում էի մարզման, լսում էի Միշո հաստատապ է, ու այդ ես ռեփ սիրում եմ, հայկական ռեփն էլ սիրում եմ, ու մի քանի հոգի 3-3 Միշո ՀՏ Հայկո անգամ լսում եմ, ինչքան էլ ՀՏ Հայկոն ասպարեզում չի, ես լսում եմ իրանց։ Ասում եմ կարոտած եմ տղերք, նոր բաներ ենք ուզում։ Դե ինչ մենք սպասենք նոր ստեղծագործությունների, իսկ ձեզ հետ շատ հաճելի էր։ Մեզ մի ասեք լավ, մեզ ասեք հաճելի է։ Շնորհակալություն ձեզ, հաճելի էր շատ ձեզ հետ եթերում նոտամոտաներ։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ եթերի ընթացքում։